Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարել են Ուկրաինայից անանուն անձինք, սակայն տվյալ խոսակցության մասին տեղեկատվությունը ոչ հրապարակային է։ Այս մասին հայտնել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրող Օլգա Սկաբիևային տված հարցազրույցում Պուտինի հետ հանդիպումից հետո պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայում կան լավ բանակցողներ, քաղաքական գործիչը բացահայտել է հակամարտության կարգավորման շուրջ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ռուսաստանի Դաշնության նախագահի զրույցի փաստը, սակայն հրաժարվել է կոնկրետ մանրամասներ նշել։ Նրա խոսքով անհրաժեշտության դեպքում Պուտինն ինքը կբացահայտի շփման մանրամասները։ Նա խոսում էր նրանց հետ, նրանք ուկրաինացի քաղաքական գործիչները զանգահարել են նրան պատմել։ Նա խոսում էր ոմանց հետ առայժմ գաղտնի, ասել է Բելարուսի ղեկավարը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը հոբ ուժերն աշխատել են Վոլգոգրոդի, Վորոնեժի, Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի եւ Կուրսկի մարզերում։ Գերատեսչության տվյալներով ընդհանուր առմամբ ոչնչացվել է 126 անօդաչու թռչող սար։ Մասնավորապես Վոլգոգրադի մարզի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 64, Վորոնեժի մարզում 38, Բելգորոդի մարզում 14, Բրյանսկի մարզում 7, Ռոստովի մարզում 2, Կուրսկում 1 ԱԹՍ։ Սարատովի եւ Վոլգոգրադի օդանավակայաններում ինքնաթիռների ընդունման եւ ուղարկման համար գիշերը սահմանափակումներ են մտցվել։ Առավոտյան երկու օդանավակայաններն էլ բնականոն ռեժիմով վերսկսել են աշխատանքը։ Կուրսկի մարզում գտնվող ուկրաինական ռազմական կազմավորումներին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը զենքը վայր դնելու մասին դեռևս գործում է, սակայն Կիևի ռեժիմի ժամանակը սպառվում է։ Այս մասին 10-ին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրանց ժամանակը շագրենի կաշվի պես սպառվում է, նշել է նա։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ Պուտինը երաշխավորել էր Կուրսկի շրջանում ուկրաինացի զինյալների կյանքը եւ պատշաճ վերաբերմունքը, եթե նրանք վայր դնեն զենքերը եւ հանձնվեն, սակայն որպեսզի դա տեղի ունենա, Կիևի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է համապատասխան հրաման տա, նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատված է եւ այն իրականացվում է մի քանի ուղիներով։ Լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ջիդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին, նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը եւ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասաց, որ գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է։ Գյումրիում եւ Փարաքարում այսօրվանից մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրությունները կկայանան մարտի 30-ին։ Թուրքիայի քաղաքացին իրեն լկտի պահվածք է թույլ տվել Երևանի հյուրանոցներից մեկում։ Նա տարվել է ոստիկանություն։ Շամշան.com-ի տեղեկություններով մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:05-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության, գլխավոր վարչության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող Լոնդոն հյուրանոցի հյուրը Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայոյում եւ անհարգալից պահվածք է դրսեւորում հյուրերի եւ աշխատակիցների նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները նույն օրը 13:10-ի սահմաններում Ալի Ասլանին նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին։ Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ տարբեր սոցիալական հարթակներով նկատելի են հայտարարություններ կեղծ բաղորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ բաղորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան եւ կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։ Հանցագործները որևէ եղանակով չեն կարող կեղծ բաղորդական վկայականներ մուտքագրել պետական մարմինների տվյալների շտեմարան, իսկ եթե փորձեք ձեռք բերել որևէ կեղծ բաղորդական վկայական, անձնագիր կամ որևէ փաստաթուղթ, ապա դուք եւս կդառնաք հանցագործության մասնակից անձ։ Տարածված հաղորդագրության մեջ
մասնավորապես նշվում է, որ եթե որևէ սոցիալական հարթակում տեսել եք նմանատիպ հայտարարություն, ապա այդ տեղեկատվությունը փոխանցեք ՆԳՆ ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին, որը գործում է աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն։ Հայկական Սփյուռքի հետ կապերը խզած իշխանությունները 25.5 միլիոն դրամ են հատկացրել երկու շաբաթով Սփյուռքի երիտասարդ առաջնորդներին Հայաստան բերելու համար։ Ժողովուրդ օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկացել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 25 միլիարդ 597 հազար 065 ՀՀ դրամարժողության պայմանագիր է կնքել Գևորգյան կոնցեռն ՍՊ-ի հետ եւ ձեռք է բերել միջոցառումների կազմակերպմանն առնչվող ծառայություններ։ Համաձայն պայմանագրի միջոցառումը պետք է կազմակերպվի 2025 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած 20-ից 35 տարեկան սփյուռքահայ առնվազն 30 երիտասարդ։ Նրանց համար պետությունը առնվազն 3 աստղանի հյուրանոց պետք է 12 օրով ամրագրի Երևանում եւ Լոռու մարզում, որը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից առավելագույնը 2 կիլոմետր հեռավորության վրա պետք է լինի։ Ըստ գնումների փաստաթղթի հյուրանոցը պետք է վերանորոգված լինի առնվազն վերջին 5 տարվա ընթացքում, ունենա առնվազն 30 սենյակ, հագեցած հարմարավետ կահավորանքով, առանձնացված լոգասենյակներով, ապահովված լինի մշտական տաք եւ սառը ջրով։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ գնման պայմանագիր է, ավելի մանրամասն է կազմում ու հրապարակում, քան օրինակ թե ինչ կետերից են բաղկացած խաղաղության պայմանագիրը։ Բացի այս պայմանագրում չի երևում ինչպես են ընտրելու Սփյուռքում առաջնորդներին, ինչ սկզբունքով են հրավիրվելու, ինչպես է հավասարությունն ապահովվելու։ Մինչև ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերից հրաժարվելու հարցով, Ադրբեջանը հաշվարկել է, որ ՀՀ-ի պատճառած վնասը գերազանցում է 11 միլիարդ դոլարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արմանդ Հաթոյանը։ Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով եւ այդ օրինական որոշումն արդարացնելու փորձերով, Ադրբեջանն իր դատավարություններով այս պահին հաշվարկել է, որ Հայաստանի պատճառած նյութական վնասը գերազանցում է 11 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Խոսքը նաև տասնյակ հազարավոր միավոր գույքի եւ հարյուրավոր բնակավայրերի համար իրենց հաշվարկված վնասների մասին է։ Միայն այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ իրականությունը չի համապատասխանում այն պնդմանը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև ադրբեջանական իշխանությունը։ Այժմ 5 ժամից ավել տևած քննարկմանը ՀՀ արտգործնախարարը այդպես էլ հստակ չպատասխանեց խաղաղության համաձայնեցված պայմանագիրը արդյոք երաշխավորում է, որ ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ սուվերեն տարածքից։ Հիշեցնենք, որ արդեն քանի տարի է Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Հարց հնչեց նաև, թե արդյոք տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում տիրելու է խաղաղություն, երբ փաստաթուղթը կնքվի, կամ արդյոք առանց ածանցյալ պահանջների ընդունման ստորագրվելու է խաղաղության փաստաթուղթը։ Խոսքը 350 հազար ադրբեջանցիներին Հայաստան բերելու, Զանգեզուրի միջանցք կոչվածը տալու, սահմանադրությունը փոխելու, ռազմական հանցագործներին Ադրբեջանին հանձնելու պահանջների մասին է։ Ավելին, ԱԳՆ-նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե ասաց. «Ցավոք կան նման պահանջներ, դա լավ չէ եւ պետք է այնպես անենք, որ այդ նախապայմանները առաջ քաշվեն»։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ փորձում է փրկել իր վարկանիշը, հանրությանը հավատացնելով, թե խաղաղության պայմանագրի բանակցություններն ավարտվել են եւ իր խոստացած խաղաղության դարաշրջանը շուտով բացվելու է, մինչդեռ իրականում այդ հայտարարությունները դեռ ոչինչ չեն նշանակում։ Իդեպ ողջ քննարկման ընթացքում Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ինչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը։ Փոխարենը տանում էր այն գիծը, որ եթե չհամաձայնեին ադրբեջանական պահանջներին, պատերազմ էր լինելու։ Իդեպ ՔՊ-ում 3 համար մեկ դրություններ հայտարարվել Միրզոյանի այցի առիթով։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կառավարության ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը եկել է նաև ՔՊ-ական կռվող բրիգադը, որոնք հանձնաժողովի անդամ չէին, բայց մինչև վերջ մնացին, որ եթե խոսակցությունը ընդդիմությունը թեժացնի, մարտի նետվեն։ Ներկա էին Սիսակ Գաբրիելյանը, Ռուստամ Բաքոյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, միայն Վահագն Ալեքսանյանը չկար։
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Նշված է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։ Աջակցում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք եւ համապարփակ կարգավորման ուղղված այս կարևոր քայլին, որը նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-ից 2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններում։ Հաստատում ենք մեր առաջարկը հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը քննարկելու, ինչպես նաեւ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Նշված է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում։ Հասմիկ Անտոնյան, Սևակ Հովհաննիսյան, Եվրամեդիա 24։ Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը հաստատում է Բաքվի շտապողական հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների նոր համաձայնագրի 17 կետերի համաձայնեցված լինելու եւ նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Արտգործնախարարությունից տարածված հայտարարությունից հետո այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը ազգային ժողովում փակագծեր է բացել ու հերքել ադրբեջանական որոշ նարատիվներ։ Ընդդիմությունը ընդդիմանում է ու շարունակելու է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու։ Ձեր մարմանջին, ձեր համար ամենայն հայոց կաթողիկոսը ռևանշիստ է, պայքարելու եք իր դեմ։ Բացահայտեք ձեր բանակցած փաստաթղթի կետերը դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին ազգային ժողովում ասել է Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է Ռուսաստանի հետ քննարկել Գազպրոմի հետ գլոբալ նախագծերի ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համատեղ փորձերի ֆոնին, հայտնում է Bloomberg-ը, վկայակոչելով ռուս եւ եվրոպացի պաշտոնյաներին։ Միացյալ Նահանգները հնարավորություններ է ուսումնասիրում էներգետիկ հսկայի Գազպրոմ փակbaşնետիրական ընկերության հետ գլոբալ նախագծերում համագործակցելու համար։ Ինչպես նշում է Bloomberg-ը, այս հարցով նախնական շփումներ արդեն տեղի են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչների Սակայն բանակցությունների մասնակիցները դեռ հայտնի չեն։ Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելարուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պայմանավորվեն էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ, ապա Եվրոպայի համար գազատար կարող է ապահովել։ Հայաստանը համաձայնել է, որ Ադրբեջանի հետ սահմանին երրորդ ուժեր չպետք է լինեն Մամեդով։ Եվրոպական միության հետախուզական առաքելության ԵՄ դիտորդական առաքելություն շարունակական ներկայությունը Հայաստանում, մասնավորապես Ադրբեջանի հետ սահմանին լուրջ վտանգ է ներկայացնում հարավային Կովկասում կայունության համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն այս մասին Բաքվի 7-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Նա նշեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման համատեքստում կարևոր է բացառել այդ գործոնը։ Այս համատեքստում մենք կարծում ենք, որ եթե խոսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մասին, ապա կարևոր է բացառել այդ գործոնները։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրում մնացել է 2 կետ։ Դրանցից մեկը սահմանին երրորդ ուժերի բացակայությունն էր, ինչին Հայաստանը համաձայնեցրել է։ Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը իր Facebook-յան էջում գրում է. Փաշինյանն Ալիևի հետ խաղաղության մասին որևէ բանակցություն չի վարել եւ չի վարում։ Ուստի ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն եւ կայունություն։ Այդ պայմանավորվածությունների արդյունքում ՀՀ-ն որևէ ձեռքբերում չունի։ Ավելին, Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ համաձայնեցված փաստաթղթերը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի օկուպացված տարածքից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արված արցախահայերի վերադարձի իրավունքին, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Սա փաստաթղթի Փաշինյանի կողմից գրավոր պարտավորվածություն է ՀՀ սահմանադրությունը փոխելու մասին։ Մենք թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն, դա տեղի չի ունենալու։ Վստահ եմ, այս հարցում հանրության ծանրակշիռ մեծամասնությունը լինելու է մեր բնական դաշնակիցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Ուիտքոֆի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է Բաքու, հայտնում են ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ները։ Մոսկվա ժամանած Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքովը մարտի 14-ի գիշերը լքել է Ռուսաստանը։ Ինքնաթիռը Մոսկվայից օդ է բարձրացել առավոտյան ժամը 01:54-ին եւ վայրէջք կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում 2.5 ժամ անց առավոտյան 04:30-ին։ Նշվում է, որ այցը Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ գործակցության շրջանակներում է։ Ուիտքովը Մոսկվա էր ժամանել Ռուսաստանի նախագահի հետ բանակցելու համար, որը հաստատել է Պեսկովը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիության հետ պաշտպանական եւ տնտեսական համագործակցության ընդլայնման շրջանակներում դիտարկում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը Ուկրաինայի արևելյան հատվածում Ռուսաստանի հետ շփման գծում մոնիտորինգ իրականացնելու համար, գրում է Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ-ի Եվրոպայի հանդեպ իր պարտավորությունները վերագնահատելու ֆոնին Անկարան դառնում է ավելի տեսանելի քաղաքական խաղացող եւ ՆԱՏՕ-ի հենասյունն է, պնդում է Bloomberg-ը։ Թուրքիան ձգտում է Եվրամիության հետ ավելի սերտ ռազմական եւ տնտեսական համագործակցության։ Այդ նպատակին հասնելու համար երկիրը կարող է իր զինվորներին առաջարկել որպես խաղաղապահներ Ուկրաինայում, Bloomberg-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Ավելի վաղ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Դանիան են հայտնել Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին։ Կալիֆոռնիա նահանգի դաշնային դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կրկին աշխատանքի ընդունել փետրվարին աշխատանքից ազատված հազարավոր պետծառայողների, հաղորդում է Bloomberg գործակալությունը։ Նշում է, որ Սան Ֆրանցիսկոյում դատավոր Ուիլյամ Ալսուպը անօրինական է ճանաչել դաշնային գործակալությունների ղեկավարներին ուղղված ԱՄՆ կադրային ծառայության վարչության հրամանը ազատել փորձաշրջանում գտնվող աշխատակիցներին։ Դատարանի որոշումը պահանջել է պաշտպանության, էներգետիկայի, ներքին գործերի, գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարություններից կրկին վարձել դաշնային կառավարության կադրային վարչության ցուցումով աշխատանքից ազատված աշխատակիցներին։ Թրամփի վարչակազմը որոշումը կայացնելուց հետո հայտարարել է, որ այն բողոքարկելու է վերաքննիչ դատարանում։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ որևէ փուլում Հայաստանով միջանցք կամ ճանապարհ է տրամադրվելու Ադրբեջանին։ Բացառում եք Մեղրիի միջանցքով ճանապարհի որևէ տարածքի տրամադրումը Բաքվին։ Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը սկզբում փորձեց կրկին խոսել խաղաղության խաչմերուկ նախագծից ճանապարհների ապաշրջափակումից, սակայն հարցը մի քանի անգամ կրկնելուց հետո նշեց. «Այո, տալու ենք, ճանապարհ տալու ենք։ Ինչպես ենք ճանապարհ տալու, իմ վերջին հոդվածում մանրամասն գրված է, ձևակերպված է։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանի եւ երբ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»։ Մոլդովիայի վարչապետ Դորին Հռեչյանը ներկայացրել է տնտեսական զարգացման եւ թվայնացման նոր նախարար Դոյնա Նիստորի թեկնածությունը USAID-ի կողմից ֆինանսավորվող ապագայի տեխնոլոգիաներ նախագծի տնօրենին։ Այս մասին փոխանցում է EA Daily-ն։ Ես նախագահ Մայա Սանդային առաջարկ եմ ուղարկել տիկին Դոյնա Նիստորին նշանակել տնտեսական զարգացման եւ թվայնացման նախարարի պաշտոնում։ Դոյնա Նիստորն ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ Մոլդովիայում տնտեսական զարգացման եւ թվային թվային փոխակերպման ոլորտում նա ղեկավարել է խոշոր նախագծեր առանցքային ոլորտներում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, գինեգործություն, թեթևարդյունաբերություն, մեքենաշինություն, կիբերանվտանգություն։ Գրել է Ռեչյանը սոցիալական ցանցերի իր էջում։ Սանդուի վարչակազմում հաստատել են նոր նշանակումը։ Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի ամփոփիչ նախագիծը չի հիշատակում Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մասին, հաղորդում է Reuters գործակալությունը, որի տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի տեքստը։ Նախագծում, որը զգալիորեն կարճ է նոյեմբերյան հայտարարությունից, ողջունվում են ջիդայում ԱՄՆ-ի ջանքերը, հորդորվում անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայում եւ կոչ արվում Ռուսաստանին անվերապահորեն հետևել դրան, հայտնում է գործակալությունը։ Գործակալությունը ընդգծել է, որ նախագծում Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մասին հիշատակումներ չկան։ Ընդ որում նշվել է, որ կողմերը հնարավոր է համաձայնության չկան այդ փաստաթղթի շուրջ, ինչի պատճառով կարող են մնալ առանց համատեղ հայտարարության։ Նախորդին Bloomberg գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին հայտնել էր, որ Կանադայում G7-ի ԱԳՆ նախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության նախագծում չկան ձևակերպումներ, որոնք դատապարտում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները։
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք կրկնակապիտուլյացիայի առնչությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պահանջում է անհապաղ հրապարակել վերջնական տեքստը, հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ եւ լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու, արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով բանակցությունների ցանկացած արդյունք եւ այն չի կարող ապահովել արդար եւ երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում։ Անընդունելի է համարում առանց միջազգային միջնորդների եւ առանց անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթուղթը, անթույլատրելի է համարում Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության արտաքին ճնշման տակ իրականացվող փոփոխությունը, որը հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունն ու գոյությունը։ Վերահաստատում է, որ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումը ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում է։ Ընդգծում է ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման կենսական վտանգավորությունը, դատապարտում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացի վերաբերյալ Հայաստանի այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը եւ անգործությունը, որպես համապարփակ պայմանագրի ներկայացվող փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի հայտարարմանը զուգահեռ ադրբեջանական կողմը շարունակում է այսպես կոչված Միջանցքի տրամադրման, Հայաստանի Հանրապետության ապառազմականացման նոր ագրեսիայի վերաբերյալ եւ Հայաստանի Հանրապետության գոյության դեմ ուղղված այլ ռազմատենչ հայտարարություններ անել։ Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օր վտանգում է Հայաստանի պետականությունը եւ ինքնիշխանությունը։ ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի էներգետիկ եւ բանկային ոլորտների դեմ։ Խիստ սահմանափակումներ են մտցվում նաեւ նավթի եւ գազի ոլորտներում, հայտնել է CBS հեռուստաալիքը, հղում անելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագրին ծանոթ աղբյուրներին։ Ռուսաստանը պատժամիջոցներն անօրինական է համարել։ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր խստացման մասին տեղեկությունը հայտնվել է Ջիդայում ամերիկյան եւ ուկրաինական ներկայացուցիչների բանակցություններից մի քանի օր անց։ Այսօր ազգային ժողովում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, խաղաղության համաձայնագրում քառակուսի մետրով նշված չէ, բայց եւ Հայաստանը եւ Ադրբեջանն այդ համաձայնագրով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սա ասելուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պնդեց, որ համաձայնագիրն ամբողջությամբ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Կան Հայաստանի Հանրապետության պատկանող տարածքներ, որոնք այժմ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ են, այդ թվում Ջերմուկից կան Ադրբեջանի որոշ տարածքներ, որոնք Հայաստանի ուժերի վերահսկողության տակ են։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությանը, նշելով. «Ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի բոլոր 17 կետերի վերաբերյալ։ Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը Կրեմլի դիրքորոշման պատճառով հեռացվել է հակամարտության դադարեցման շուրջ բարձր մակարդակի բանակցություններից։ Այս մասին հայտնել է NBC News-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին եւ ռուս պաշտոնյային։ Մոսկվան Քելոգի դիրքորոշումը չափազանց ուկրաինամետ է համարել, NBC News-ին ասել է իրազեկ ռուս պաշտոնյան։ Քելոգը ամերիկացի նախկին գեներալ է, ով չափազանց մոտ է Ուկրաինային, հայտարարել է նա։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը NBC News-ին հայտնել է նաև, որ Ռուսաստանը չի ցանկացել, որ Քելոգը մասնակցի բանակցություններին։ Քելոգը չի մասնակցել ոչ փետրվարի 18-ին Էրիադում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պատվիրակությունների բանակցություններին, ոչ էլ մարտի 11-ին Ջիդայում հանդիպմանը։ Հիշեցրել է հեռուստաալիքը, ինչը փաստել է, որ դիվանագետին երրորդ պլան են մղել։ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությանը, նշելով. Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը, որ նրանք ավարտել են բանակցությունները համաձայնագրի շուրջ, որը կվերականգնի երկրների միջև խաղաղությունը եւ կկարգավորի երկկողմ հարաբերությունները։
Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի վերջին ձերբակալությունների հետ կապված։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում վերջին շրջանում աղմկահարույց ձերբակալություններին։ Եթե ծանոթանանք ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված գործընկերների փաստաբանների փաստարկներին, եթե իմանանք, թե նրանք ինչում են մեղադրվում, անազատության մեջ կամ տնային կալանքի տակ, ինքներդ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ։ Ասաց նա, հավելելով, որ կարծում է Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները միանշանակ չեն ընդունվում ոչ միայն իրենց կողմից, այլ լուրջ խնդիրներ են տեսնում։ Անդրադառնալով անիվում կոռուպցիոն չարաշահումներին, Ավինյանի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ 4 միլիարդ ֆինանսավորում ստանալը եւ 5.5 միլիարդ հարկ վճարելը խոսում է ոչ թե ձախողման մասին, այլ բոլորովին այլ բանի մասին։ Ավելին, Կոստանյանը համոզմունք հայտնեց, որ անիվը նաև հաջողություններ է ունեցել։ Միջազգային հանրությունը անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին լուրին հնչեցնում են տարբեր արձագանքներ։ Օրինակ Լիտվայի արտգործնախարարությունը ողջունել է այս լուրը իր X-ի էջում գրելով, որ սա մեծ քայլ է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար։ Հույս ունեմ տեսնել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրումը, հայտնել է արտգործնախարարը։ Իր հերթին Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Բաղային այս քայլը որակել է որպես կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության եւ խաղաղության հաստատման ճանապարհին եւ հույս հայտնել, որ կողմերն իրենց տարաձայնությունները կլուծեն երկխոսության եւ դիվանագիտության ճանապարհով։ Շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր, ինչը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության, ընդգծել է Բաղային։ Բաղային եւս ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Բրազիլիան եւս ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։ Բրազիլիան կոչ է անում կողմերին շարունակել առաջնահերթություն տալ դիվանագիտության եւ երկխոսությանը, որպես կայուն խաղաղության ուղի, եւ հույս է հայտնում, որ այս գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ, հայտնում է Բրազիլիայի ԱԳՆ-ն։ Իր հերթին Իսպանիայի ԱԳՆ-ն ողջունելով այս քայլը նշում է, որ Իսպանիան գոհունակությամբ ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնության մասին լուրը եւ հույս հայտնում, որ այս հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքման, ասված է ԱԳՆ-ի տարածած փաստաթղթում։ Գերմանիայի ԱԳՆ-ն եւս հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ տասնամյակներ տևած թշնամանքից եւ պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարեւոր է այս տարածաշրջանի համար եւ դրանից դուրս երկար բանակցություններից հետո Հայաստանի համար ցածիչումները հնարավոր դարձրին այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք գնում էինք երկու երկրների հետ։ Ես երկու կողմերին կոչ եմ անում խաղաղության համաձայնագիր ստորագրել, նշված է նախարար Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳՆ նախարարության X-ի միկրոբլոգում տեղադրված հայտարարության մեջ։ Իսկ այժմ եղանակի մասին մարտի 14-ին սպասվում են առանց տեղումների եղանակ, տեղումներ չեն լինի, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։